Ոսկե մատանին Կիրգիզական հեքիաթ Ես իմ պապերից եմ լսել, իմ պապերն էլ իրենց պապերից, թե ժուկով ժամանակով մի ծերունի ու մի պառավ կին են լինում։ Մեծ գետի ափին նրանք մի տնակ են ունենում, իսկ մի կտոր բերքառատ հողում կորեկ են ցանում ու դրանով իրենց գլուխը պահում են։ Այդ պառավները ունենում ու չեն ունենում, մի մինուճար որդի են ունենում, անունն էլ Ակջուրեկ։ Էսպես օրերը անցնում են, հետո տարիները, ու մի օր էլ ծերունին խաղաղությամբ թողնում է այս աշխարհը։ Ամբողջ կյանքում խեղճ ծերունին կարողացել էր միայն 9 ոսկի հավաքել։ Եվ ահա, ծեր մայրը կանչում է որդուն ու այսպես ասում նրան. Որդի ջան, հայրդ մեզ 9 ոսկի է թողել, վերցրու 3 ոսկի, շուկա գնա ու տան համար ինչ որ պետք է առ։ Ակջուրեկը վերցնում է 3 ոսկին, կապում է թաշկինակի մեջ, դնում ծոցը ու գնում շուկա։ Շուկայում ասեղ գցելու տեղ չի լինում, մարդիկ հավաքվել են ինչ որ բանի մասին են վիճում, աղմկում են։ Տղան մինչ այդ շուկա գնացած չկար կյանքում։ Նա շշմում է այդ անսովոր աղմուկից, իր արանցումից ու քար կտրած կանգնում մնում է տեղում։ Մեկ էլ տեսնում է, կողքից մի մարդ է անցնում։ Այդ մարդը իր հետևից մի որսկան շուն է քարշ տալիս ու անխիղճ ծեծում է։ Շունը այնպես աղիողորմ ոռնում է, որ Ակջուրեկը չի համբերում ու հարցնում է. Քեռի, այ քեռի, ինչի եք այդպես ծեծում այդ խեղճ շանը։ Քո ինչ գործն է, կոպիտ պատասխան է տալիս անծանոթը։ Որ ծեծում եմ, ուրեմն մեղավոր է։ 3 որսի ժամանակ ձեռքից թողեց եղնիկին։ Դրա համար ոչ միայն ծեծել, այլև սպանել կարելի է։ Եվ անծանոթը փայտով խփում է շան գլխին։ Շունը ավելի աղիողորմ է վնգստում ու ցավից պառկում է գետնին։ Քեռի, այ քեռի, չէ որ շունն էլ կենդանի արարած է, դրան էլ պետք է խղճալ։ Լսիր, ավելի լավ է ծախիր ինձ, ինչքան ես ուզում, հա, հարցնում է Ակջուրեկը։ 3 ոսկի տուր ու շունը թող քոնը լինի, պատասխանում է անծանոթը։ Ակջուրեկը ծոցից հանում է 3 ոսկին, տալիս է այդ դաժան մարդուն, բռնում է շամպարանից ու գնում դեպի տուն։ Դեռ հեռվից նա ձայն է տալիս. Մայրիկ, սիրելի մայրիկ, էստեղ արի, տես մեր տան համար ինչ երջանկություն եմ բերել։ Պառավ մայրը տանից դուրս է գալիս, տեսնում է տանջված շանը ու հարցնում. Էս ինչ բան է որդի, միթե այս գորշ հալից ընկած շունն է մեր երջանկությունը։ Այո, պատասխանում է տղան, ես այս շան համար 3 ոսկի եմ տվել։ Մայրը ձեռքերը ծնկներին է զարկում ու ճչում է. Այ անիծվես քո երջանկության հետ։ Բա մարդ էլ շանը 3 ոսկի տա։ Ինչ է, այնքան հարուստ ես, որ փողերդ քամուն ես տալիս։ Հաջորդ շուկայի օրը մայրը տղային նորից 3 ոսկի է տալիս ու ասում է. Տես հա, այնպիսի բան չառնես, որ մեզ պետք չի։ Ակջուրեկը արագ շուկա է վազում ու մեկ էլ տեսնում է մի մարդու, որը քարշ տալով մի կատվի է տանում։ Տղան մոտենում է այդ մարդուն ու հարցնում. Քեռի, այ քեռի, ինչի ես տանջում այդ խեղճ կատվին, ախր ինչ մեղք է գործել։ Էն մեղքը, որ միշտ թաքուն լակում է կաթը, արդեն զզվեցրել է։ Ես հիմա սրան մինչև գետը քարշ կտամ ու կգցեմ ջուրը, պատասխանում է անծանոթը։ Էլ ինչու ես ջուրը գցում, ավելի լավ է ծախիր ինձ, ինչքան փող ես ուզում, հարցնում է Ակջուրեկը։ 3 ոսկի տուր։ Ակջուրեկը նրան 3 ոսկի է տալիս, վերցնում է կատվին ու գնում տուն։ Մայրը դեմն է ելնում ու հարցնում. Էսօր ինչ ես առել։ Էսօր կատու եմ առել, պատասխանում է Ակջուրեկը։ Եվ 3 ոսկին էլ տվել ես դրան։ 3-ն էլ տվել եմ։ Այս անգամ մայրը չի կարողանում զսպել իր բարկությունը։
Ինչ է, այնքան հիմար ես, որ ուզում ես քո խեղճ մորը հացի կարոտ թողնել։ Գնա այստեղից ու ապրիր ինչպես ուզում ես։ Դու էլ իմ տղան չես։ Եվ մայրը տղային տանից դուրս է անում։ Գնում է աղջուրեկը ուր որ աչքը կտրի։ Հետևից քարշ է տալիս գորշ շանը ու սպիտակ կատվին։ Թե ինչքան է այդպես գնում, ինքն էլ չի իմանում։ Օրերից մի օր հասնում է մեծ այլի, որտեղ մի մոլլա էր ապրում։ Տղան նրա մոտ ծառա է դառնում և իր ուտելիքը ամեն օր բաժանում է 3 մասի՝ իրեն, շանը և կատվին։ Այդպես մի տարի անցնում է։ Տղան գնում է մոլլայի մոտ ու ասում. «Հարգարժան մոլլա, ես մի ծեր մայր ունեմ։ Վճարիր իմ աշխատանքի վարձը։ Ես ուզում եմ գնալ նրա մոտ»։ Մոլլան համաձայնում է։ Մի պարկ լցնում է ցորենով, մյուսի մեջ ավազ, տալիս տղային ու ասում. «Նայիր, այստեղ 2 պարկ կա։ Վերցրու, որը սրտովդ է»։ Աղջուրեկը 2 պարկն էլ բարձրացնում է։ Ավազի պարկը ավելի ծանր է լինում, և տղան որոշում է հենց դա վերցնել։ Շատ է գնում թե քիչ, դա էլ Աստված գիտի, բայց օրերից մի օր մի եղեգնուտի է հասնում։ Եղանակը չորային էր ու եղեգները իրենք այրվում էին։ Դու մի ասա, հենց այդ եղեգնուտում մի աղջիկ է մնացել և հրդեհի պատճառով այնտեղից դուրս գալ չի կարողանում։ Աղջուրեկը շտապում է օգնության։ Պարկը բաց է անում և ավազով մարում է կրակը։ Բանից պարզվում է, որ այդ աղջիկը խանի դուստրն է։ Նա պատմում է, որ ընկերուհիների հետ գնացել էին զբոսանքի ու այդպես մոլորվել եղեգնուտում։ Եվ երբ հրդեհը սկսվել էր, քիչ էր մնացել, որ կրակի զոհ գնար։ «Դե հիմա ջիգիթ», ասում է նա, «ինձ հորս մոտ հասցրու։ Նա քեզ պարգև կտա, բայց ոսկի կամ արծաթ չուզես։ Դու ոսկե մատանի ուզի, դա կախարդական զորություն ունի։ Քո բոլոր ցանկությունները այդ մատանին կիրականացնի»։ Աղջուրեկը բռնում է աղջկա ձեռքից ու գնում խանի պալատը։ Հետևից վազելով գալիս են նրա շունն ու կատուն։ Հենց այդ ժամանակ խանը, մտածելով, որ աղջիկը զոհվել է, արդեն հոգեհաց էր տալիս։ Բայց երբ աղջիկը հայտնվում է ողջ ու առողջ, հոգեհացը վեր է ածվում ուրախ կերուխումի։ Աղջիկը ամեն ինչ պատմում է հորը ու խնդրում տղային առատ վարձատրել իր փրկության համար։ Մի քանի օր աղջուրեկը խանի հյուրն է լինում, իսկ հետո խնդրում է թույլ տալ, որ տուն վերադառնա։ Խանը օրհնում է տղային, նվիրում է իր ամենալավ ձին, իր թանկագին թամքով, ճոխ զգեստներ է տալիս, շան վզից ոսկե փոք է կապում, 12 ուխտի վրա ոսկի ու արծաթ է բարձում։ Բայց աղջուրեկը հրաժարվում է այդ բոլորից ու ասում է. «Իմ խան, ես ոչ ոսկի եմ ուզում, ոչ էլ արծաթ։ Ուզում եմ, որ ինձ նվիրես քո ոսկե մատանին»։ Ժողովրդի առաջ խանի երեսը չի բռնում մերժի տղային և ստիպված համաձայնում է։ Իր մատանին հագցնում է աղջուրեկի մատին ու ասում. «Էս մատանին կախարդական զորություն ունի։ Տեսնում եմ, որ աղջիկս դրա մասին արդեն պատմել է քեզ։ Բայց դու մատանու այդ զորության մասին ոչ ոքի չպատմես, թե չէ ձեռքիցդ կթռցնեն մատանին»։ Աղջուրեկը շնորհակալ է լինում խանին ու ճանապարհ ընկնում։ Մի քիչ որ գնում է, մատանին հանում է դնում ափի մեջ ու ասում. «Դե քեզ տեսնեմ, կախարդական մատանի, արագ ինձ իմ շանն ու կատվին տուն հասցրու։ Երեքդ էլ փակեք աչքներդ», ասում է մատանին ու անմիջապես ինքը հագնում է տղայի մատին։ Նրանք փակում են աչքերը և մի ակնթարթում հասնում են տուն։ Այդ օրվանից սկսած աղջուրեկը մոր հետ ապրում է առանց նեղության։
Մատանին անում է այն բոլորը, ինչ նրանք ցանկանում են։ Գալիս է շուտով տղայի ամուսնանալու ժամանակը։ Նա մորը ասում է. «Մայրիկ ջան, գնա Շամիր խանի մոտ ու աղջկան ուզիր ինձ համար»։ «Էդ ոնց կլինի», զարմանում է մայրը, «չէ որ մենք աղքատ ընտանիքից ենք։ Միթե խանը իր աղջկան մեզ կտա»։ «Անհնարինը մի ցանկացիր, որդի, ավելի լավ է մի հասարակ աղջիկ առ»։ Բայց որդին իրենն է պնդում, ու մայրը ճարահատ գնում է խանի մոտ։ Մայրը հասնում է խանի պալատ ու ասում, թե եկել է խանի աղջկան ուզի իր տղայի համար։ Շամիր խանը հարգանքով ընդունում է պարավին, բայց աղքատ ընտանիքի տղային իր աղջկան չի ուզում տալ։ Խանը մի քիչ մտածում ու ասում է. «Էն բանի համար, պարավ, որ դու եկել ես իմ աղջկան ուզելու, ես չեմ նեղանում։ Դարեր շարունակ մեզ մոտ մի օրենք կա. առանց կալիմի ոչ մի աղջիկ մարդու չի գնում։ Քշիր ու իմ պալատը բեր 100 սև յորղաձի, 100 արագավաս ուղտ, 100 կենդանի աղվես, 100 սամույր բեր ու 100 հատ զարբարե խալաթ։ Հա, բեր նաև 100 պատ ունեցող մի ճերմակ յուրտ, իր բոլոր հարմարություններով։ Ես այդ ժամանակ միայն իմ աղջկան կտամ քո տղային»։ Պարավը այս որ լսում է, տխուր տրտում գալիս է տուն ու ամենը պատմում տղային։ «Մի մտածիր, մայրիկ», ասում է աղջուրեկը, «այդ բոլորը անպայման կլինի»։ Նա դուրս է գալիս յուրտից, մատից հանում է ոսկե մատանին, դնում է ափի մեջ ու ասում. «Հապա քեզ տեսնեմ կախարդական մատանի։ Ինձ համար 100 հատ սև յորղաձի բեր, 100 արագավաս ուղտ բեր, 100 կենդանի աղվես, 100 սամույր, 100 հատ զարբարե խալաթ ու 100 պատ ունեցող մի ճերմակ յուրտ, իր բոլոր հարմարություններով»։ «Դե աչքերդ փակիր», ասում է մատանին ու ինքն իրեն հագնում տղայի մատին։ Երբ տղան աչքերը բաց է անում, տեսնում է 100 հատ սև յորղա, 100 արագավաս ուղտ, 100 կենդանի աղվես, 100 սամույր, 100 հատ զարբարե խալաթ ու 100 պատ ունեցող մի ճերմակ յուրտ, իր բոլոր հարմարություններով։ Տղան այդ ժամանակ արթնացնում է մորը, նստեցնում յորղաձ երից մեկին, մեծ յուրտը ու զարբարե խալաթները բեռնում է 100 արագավաս ուղտերին և ուղարկում խանի մոտ։ Շատ շուտով նրանք հասնում են խանի պալատ։ Խանի ծառաները շատ են զարմանում, երբ տեսնում են այս անսովոր քարավանը ու անմիջապես վազում են իրենց խանի մոտ։ Խանը չի դիմանում այս մեծ հարստությանը և բացի դրանից ամաչում է հրաժարվել իր խոսքերից։ Շուտով մեծ կերուխում է կազմակերպում և իր աղջկան կնության է տալիս աղջուրեկին։ Հարսանիքից հետո աղջուրեկը ջահել կնոջը բերում է իրենց տուն և նրանք ուրախ ու երջանիկ ապրում են։ Բայց խանի աղջիկը գոհ չի լինում այն բանից, որ ամուսնացել է մի հասարակ մարդու հետ։ Նա աղջուրեկին չի սիրում և ամբողջ ժամանակ պատրվակ է փնտրում, որ նրանից հեռանա։ Ամեն օր նա ամուսնուն հարցնում է, թե ինչպես կարողացավ ձեռք բերել այդ անթիվ անհամար հարստությունը։ Բայց աղջուրեկը երբեք այդ հարցին պատասխան չի տալիս։ Մի անգամ նա հյուրեր է կանչում։ Ամուսնուն հարբեցնում է ու սա էլ մոռանալով, որ իրեն զգուշացրել են, պատմում է իր կախարդական մատանու մասին։ Հենց նույն գիշերը կինը նրա մատից հանում է ոսկե մատանին ու տնից փախչում է։ Գալիս է առավոտը։ Աղջուրեկը արթնանում է ու ինչ տեսնի, որ լավ լինի։ Պառկած է իրենց հին խրճիթում, վրան մի պատառոտած քուրք, իսկ իր հավատարիմ շունն ու կատուն նստած են դռան շեմին։ Վշտից աղջուրեկը բռունցքով խփում է գլխին
դառը լաց է լինում։ Սկսում է նախատել Շանն ու կատվին, որ մինչև հիմա իրեն ոչ մի բանով չեն օգնել։ Կատուն ու շունը խրճիթից դուրս են վազում։ Խոսում են իրար մեջ ու որոշում, քանի որ իրենց տերը այսպիսի մի մեծ դժբախտության մեջ է ընկել, ուրեմն պետք է փնտրել ու գտնել խորամանկ կնոջը ու նրանից խլեն ոսկե մատանին։ Ճանապարհին շունը կատվին ասում է. մենք երկար ժամանակով ենք բացակայելու, իսկ մեր տերը ուտելու բան չունի, հարկավոր է նրա համար նախ ուտելու բան ճարել։ Դու հիմար այդ մասին նույնիսկ չես էլ մտածել։ Նրանք դեպի թփուտներն են վազում։ Շունը փասյաններ ու նապաստակներ է որսում, իսկ կատուն լոր է բռնում։ Երկուսով ուտելիքի այնքան պաշար են տեսնում, որ իրենց տիրոջը մի քանի ամիս կբավականացներ։ Այդ բոլորը տանում են նրան, հետո ընկնում ճանապարհ։ Էսպես շատ են գնում, թե քիչ, հասնում են մի մեծ լճի։ Շունը նայում է կատվին ու ասում. ես կարող եմ լողալ ու անցնել այս լիճը, իսկ դու ինչ կանես։ Ինչ ճիշտն է ճիշտ, ես լող տալ չգիտեմ, բայց չէ որ մենք հավատարիմ բարեկամներ ենք, դրա համար էլ իրար նեղության մեջ չենք թողնի։ Ես կնստեմ մեջքիդ, իսկ դու լողալով ինձ կհանես մյուս ափը, պատասխանում է կատուն։ Շունը համաձայնում է։ Կատվին նստեցնում է իր մեջքին ու լողում։ Մյուս ափին մի մեծ քաղաք է լինում, որտեղ միայն մկներ էին ապրում։ Կատու բարեկամ, ասում է շունը, հիմա դու կարող ես մի փառավոր որս անել։ Ցույց տուր, թե ինչի ես ընդունակ։ Կատուն հարձակվում է մկների վրա, նրանց խեղտամահ հանում, իսկ շունը դրանք կույտ-կույտ իրար վրա է դարսում։ Այդպես մկներից մի մեծ սար է գոյանում։ Այդ ժամանակ մկների թագավորը, որ կենդանի էր մնացել, կանչում է մյուս կենդանի մնացածներին, հաշվում է ու տեսնում, որ շատ քիչ մկներ են մնացել։ Իր շքախմբով դուրս է գալիս բնից ու գնում կատվի մոտ։ Հարգելի կատու, ասում է նա, խոնարհաբար խնդրում եմ, այդպես անխղճորեն մի կոտորիր մեր ցեղը։ Ավելի լավ է ասա, թե քեզ ինչ է պետք, և մենք կկատարենք քո ցանկությունը։ Սրան կատուն պատասխանում է. մեր տերը մի կախարդական մատանի ուներ։ Նա ամուսնացավ Շամիր խանի աղջկա հետ, բայց այդ չար կինը գողացավ մատանին ու փախավ տնից։ Եթե չկարողանաս գտնել այդ մատանին, ես մինչև վերջին մուկը կջնջեմ աշխարհից։ Թագավորը հրամայում է թմբուկները խփել ու հավաքել իր թագավորության բոլոր մկներին։ Ով կարող է գտնել գողացված մատանին, հարցնում է թագավորը։ Բոլորից վերջում կանգնած է լինում մի փոքրիկ սպիտակ մկնիկ։ Սա առաջ է գալիս ու ասում է. ես գիտեմ, թե որտեղ է այդ մատանին։ Երբ այդ չար կինը քնում է, մատանին դնում է բերանը։ Եթե կարողանաս մատանին նրա մոտից գողանալ, քեզ իմ առաջին վեզիրը կդարձնեմ, ասում է մկների թագավորը։ Սպիտակ մկնիկը շան ու կատվի հետ գիշերով գնում են խանի աղջկա յուրտը։ Դուք շեմին մնացեք, իսկ ես ներս կմտնեմ, ու ես նրա մոտից կգողանամ մատանին, ասում է մկնիկը։ Մկնիկը անձայն մոտենում է քնած կնոջը, պոչով քիթը խուտուտ է տալիս, կինը փռշտում է և մատանին բերանից դուրս է թռչում։ Մկնիկը վերցնում է մատանին, տալիս է շանն ու կատվին։ Սրանք շնորհակալ են լինում ու բռնում տան ճանապարհը։ Ճանապարհին նրանք վիճում են, թե իրենցից որ մեկը մատանին ավելի լավ կպահի։ Երկար էսպես վիճում են, և ի վերջո շունը կատվին զիջում է։ Կատուն մատանին դնում է բերանը, և նրանք էսպես շարունակում են իրենց ճանապարհը։ Նորից նրանք լճապ են հասնում։ Շունը կատվին իր շալակն է առնում, մինչև լճի մեջտեղ է տանում,
բայց մեկ էլ որտեղից որտեղ մի սև ագրավ է հայտնվում։ Այս ագրավը սկսում է կծել կատվին։ Կատուն ցավից մլավում է ու մատանին բերանից գցում ջուրը։ Երբ հասնում են ափ, կատուն ցած է թռչում, իսկ շունը հարցնում. «Հը, հո մատանին չես կորցրել»։ Կատուն տխուր տրտում խոստովանում է. «Նախատիր ինձ, բարեկամս, լճի մեջտեղը մի ագրավ թռավ եկավ ու սկսեց կծել ինձ։ Ես մատանին բերնիցս ջուրը գցեցի»։ Շունը շատ է բարկանում ու ահեղ ձայնով գրմռում է. «Թե որ իմանայի այդպիսի հիմարի մեկն ես, աշխարհ շուռ գար, ես մատանին քեզ չէի տա։ Թեկուզ մեռնես էլ, մատանին պիտի գտնես ու բերես ինձ։ Հո չենք կարող առանց մատանու մեր տիրոջ աչքին երևալ»։ «Մի բարկացիր, բարեկամս», պատասխանում է կատուն խեղճացած։ «Ման կգանք ու կգտնենք։ Ով գիտի, մատանին ձուկը կուլ է տվել միգուցե։ Արի լճափին նստենք, հենց մի ձուկ կերևա, ես կբռնեմ։ Դե միգուցե նա կկարողանա օգնել, որ մատանին գտնենք»։ Այսպես շունն ու կատուն նստում են լճափին, նայում ու մեկ էլ ինչ տեսնեն։ Մի ձուկ է լողում, ոսկե գլխով ու արծաթե պոչով։ Հետո մոտենում է ափին։ Կատուն անմիջապես չանթում է նրան, ու մեկ էլ ձուկը մարդկային լեզվով խոսում է. «Հարգելի բատիժներ, իզուր ինձ մի կործանեք։ Ախր թեկուզ ինձ ուտեք էլ, միևնույն է չեք կշտանա։ Ավելի լավ է ինձ ասացեք, թե ինչ եք ուզում։ Ես էլ էս լճի բոլոր ձկների թագուհինը ու կարող եմ ձեզ օգնել ամեն հարցով։ Թե որ այդպես է, մենք քեզ ձեռք չենք տա։ Մենք լճի մեջ մի ոսկե մատանի ենք կորցրել։ Շատ ենք խնդրում, այդ մատանին բեր ու դու կենդանի կմնաս»։ Այսպես ասում են կատուն ու շունը։ Թագուհի ձուկը սուզվում է ջուրը, հավաքում բոլոր ձկներին ու հարցնում, թե ով ինչ գիտի կորած մատանու մասին։ Որտեղից որտեղ մի փոքրիկ ձուկ ասում է. «Ես գիտեմ, թե ոսկե մատանին որտեղ է։ Խարակաձուկն է կուլ տվել»։ Ձկների թագուհին անմիջապես հրամայում է գտնել ու իր մոտ բերել այդ խարակաձկանը։ Ձկները անմիջապես գտնում են նրան։ Վախեցած խարակաձուկը գալիս է և աչքերը չռած շուրջն է նայում։ Ձկների թագուհին խարակաձկան հետ դեպի ափ է լողում և կատվին ու շանը ասում է. «Այս խարակաձուկը կուլ է տվել ձեր մատանին։ Ահա, վերցրեք սրան և ինչ ուզում եք արեք»։ Շունը բռնում է խարակաձկանը, կատուն պատռում է նրա փորը և շուտով այնտեղից հանում են ոսկե մատանին։ Կատուն վերցնում է մատանին ու վազում աքջուրեկի մոտ, որպեսզի առաջինը ինքը մատանին նրան տա։ Շունը վազում է նրա ետևից, հասնում է, բայց կատուն հասցնում է ծառը բարձրանալ։ «Միևնույն է, էդտեղ երկար չես նստի», ասում է շունը, «չէ որ դու թևեր չունես, ուրեմն վաղ թե ուշ պետք է ցած իջնես»։ Այսպես նրանք 3 օր ու գիշեր նստում են ու շատ են սովածանում։ Ստիպված պայմանավորվում են, որ մատանին միասին կտանեն։ Շուտով նրանք տուն են հասնում և իրենց տիրոջն են տալիս ոսկե մատանին։ Աքջուրեկը շատ է ուրախանում, շնորհակալ է լինում իր շնից ու կատվից։ Հետո մատանին դնում է աջ ափին ու ասում. «Դե քեզ տեսնեմ, կախարդական մատանի, էնպես արա, որ Շամիր խանի աղջիկը կանգնի իմ դիմաց, որ Շամիր խանի պալատից էլ մի լավ պալատ կառուցվի, որ պալատում սեղանները բացված լինեն, վրան լիքը ուտելիք ու խմելիք։ Աչքերդ փակիր և ամեն ինչ կլինի այնպես, ինչպես դու ես ուզում», ասում է մատանին։ Աքջուրեկը փակում է աչքերը,
Իսկ երբ բացում է, Շամիր խանի աղջիկը կանգնած է լինում ճիշտ նրա դիմաց ու արցունքն աչքերին աղերսում է, որ խնայի իրեն։ Ակջուրեք ուշադրություն չի դարձնում այդ անհավատարիմ ու խորամանկ կնոջ արցունքներին։ Նրան կապում է մի կատաղի ձիու պոչից ու բաց թողնում լեռնային կածանով։ Թե բախտը բանի, կինը կազատվի, թե որ չբանի, կգլորվի ժայռից ու կմահանա։ Դրանից հետո Ակջուրեք այլևս աչքի առաջից չի հեռացնում իր ոսկե մատանին, որ չկորցնի այն։ Իսկ այդ մատանին նրան մեծ երջանկություն ու բախտավորություն է պարգևում։